պատերազմը մենակ ռազմական գործողություններ չեն, պատերազմը նախ քաղաքականությունն է, պատերազմը դիվանագիտությունն է, պատերազմը տնտեսությունն է, պատերազմը ժողովրդին ընդհանրապես ասած նախապատրաստել, հետո դրան ներգրավելն է, ակտիվ ռազմական գործողությունների պահով որոշակի ակտիվ ռազմական գործողությունների մասով է, բայց իրենք այն իրենց ռազմավարական նպատակները, որոնք որ ունեն, նորից կրկնեմ, Արևմտյան Ադրբեջանի հետ կապված, դրանց հետ կապված հիմա էլ կոնկրետ քայլեր իրականացնում են եւ նորից կրկնում եմ, դա դիվանագիտական, դա հետկուլիսային աշխատանքների, դա այն պետությունների, երկրների ընդդիմադիր կեցվածքը փոխելու կամ հարմարեցնելու կամ ինչ որ շահում ներգրավելու հետ կապված քայլեր են, որից հետո միանշանակ, եթե խաղաղ ճանապարհով կամ այսպես ասենք առանց ուժ կիրառելու կհաջողվի իրենց նպատակներին հասնել, կիրականացնեն, եթե չի հաջողվի, նոր կանցնեն ակտիվ ռազմական գործողություններ։ Հարցս հենց դրան էր վերաբերում, ակտիվ ռազմական գործողությունների դեպքում, եթե օրինակ մենք նույն դիվանագիտական ճակատում ոչինչ չենք անում, դաշնակիցների հետ հարաբերություններն ենք վատ թարացնում, մենք կկարողանանք ակտիվ ռազմական գործողությունների փուլում դիմագրավել թշնամուն։ Տեսեք, եթե մենք ուզում ենք դիմագրավենք, մենք պատկերացնում ենք դա ինչպես պետք է լինի։ Ես մի անգամ արդեն պատասխանեցի։ Մենք պետությունը ամբողջությամբ կարողանում ենք նախապատրաստել պետության մեջ իր բոլոր բաղկացուցիչ մասերը, բոլոր ուղղությունները եւ այդ թվում նաեւ ժողովուրդը։ Իհարկե կարող ենք դիմագրավել, բայց եթե մենք չենք ուզում դիմագրավել, մենք պատրաստ ենք հանձնելու, մենք ընդունել ենք պարտվողական քաղաքականություն, դրա մասին խոսել ընդհանրապես ավելորդ է այս պահին։ Ցավոք սրտի, ինչքան էլ ուզում եք ասենք ժողովրդավարություն, ինչքան էլ ուզում եք ասենք ամեն ինչ հրապարակայնորեն է իրականացնում, մեր ժողովուրդը մենք, չգիտենք, մեր դիվանագիտությունը ինչպիսի տեսլականներ է վերցրել եւ ինչ ուղղություններով, ինչ աշխատանքներ է իրականացնում։ Լավ, հասկանանք, ընդունենք, որ շատ բաներ չպետք է ասվի, բայց գոնե այն ինչ որ ասվում է եւ այն ինչ որ արվում է, դրա մեջ մենք պետք է հակասություններ չտեսնենք, չէ, խափելով, ստելով, մի բան ասել, մի ուրիշ բան անելով, ընդհանրապես ասած ոգին էս փչակոտրում։ Մարդկանց մոտ անհաղթահարելի բանը, որ առաջացնում է, անտարբերությունը ամեն ինչի նկատմամբ եւ որ բերում է կործանման, այդ իրավիճակն է ստեղծում։